Ողջույն, առաջինի եթերում Սիրանքյունն է, այսօր մեր հյուրն է երգիչ Հայկոն, ողջույն Հայկո։ Ողջույն։ Հայկո օրերս պարզ դարձավ, որ որոշել եք չմասնակցել նախընտրական քարոզարշավին, սակայն բոլորը հիշում են, որ կոնկրետ 98-2003 թվականին դուք ակտիվ մասնակցություն ունեցաք, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի նախընտրական տեսահոլովակի հեղինակն եք եւ Շուշան Պետրոսյանի հետ նաեւ կատարում էիք։ 98-ին 99-ին նույնպես մասնակցեցիք նախընտրական քարոզարշավին։ Ինչ է փոխվել Հայկոյի կյանքում, որ այս անգամ որոշել եք չմասնակցել։ Գիտեք, մի փոքր ուղում մտցնեմ, էլի, այս խոսակցության մեջ ես հարցազրույցի ժամանակ ասել եմ, ես կաշխատեմ եւ շատ ուզում եմ փորձել, որպեսզի մի քիչ հեռու մնալ քաղաքական այս անցուդարձից, համարելով, որ ես ստեղծագործող մարդ եմ եւ մարդ եմ, որը ներկայացնում հայ ազգը, չէ, ազգի երաժիշտ եմ եւ համարում եմ, որ բոլոր կուսակցություններն էլ իմն են։ Եվ բոլոր հայերը իմ հայերն են։ Անկախ գաղափարական տարբերություններից։ Դե քաղաքական տարբերությունը գաղափարական դա ինձ մի քիչ ավելի այս դեպքում քիչ է հուզում, որովհետև խոսքը գնում էր իմ տեսանկյունը այն էր, որ ես բոլոր հայերին սիրում եմ եւ բոլորը իմն են եւ ես կուզենայի մաքսիմալ հնարավորին չափով հերու մնալ ուղղակի քաղաքական այդ քարոզարշավային այդ վիճակներից, բայց բնականաբար ոչ մեկի համար գաղտնիք չի եւ բոլորն էլ գիտեն, որ ես կյանքում կողմնորոշված տղա եմ եւ ես գիտեմ իմ ընկերները, իմ թիմը ովքեր են եւ ես գիտեմ ում եմ համակրում եւ որ դաշտի համար աշխատել եմ, բնականաբար եթե պետք լինի էլի կաշխատեմ։ Հայկո, կարելի է ենթադրել, որ նախորդ անգամները զգացել եք ինչ որ մի մասի նեղացրել եք, եթե կոնկրետ իշխանության համար կամ որևէ գործի համար եք նախընտրական տեսահոլովակում նկարահանվել, երգել, ստեղծագործել, ու զգում եք, որ պետք չէ որևէ մեկին նեղացնել։ Ես ավելին ասեմ, շատ հետաքրքիր մի հատ բան ասեմ, սրա մասին երևի ոչ մեկ չգիտի։ Ես Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրականին էլ եմ երգել, շատ հետաքրքիր է։ Հետո կարելի է ասել իմ կարիերան սկսվեց Ռոբերտ Քոչարյանի ստարտի ժամանակվանից, որովհետև ես գրեցի կյանքս հայրենիքին երգը, ինձ խնդրեցին, որպեսզի դա անեմ եւ ես քանի որ դեռ ճանաչված երգիչ չէի, ոչ մեկ չգիտեր իմ մասին, ես խնդրեցի մեր սիրելի Շուշան Պետրոսյանին, որը ինձ օգնի եւ սկզբից դեռ ուղակի երաժշտություն էր։ Շուշանը գրեց խոսքերը եւ ես Հրաչ Քեչիշյանին առաջարկեցի, որ ցենց շատ լավ երգ է ծնվել, միգուցե տեսահոլովակի տեսքով ներկայացնենք։ Իհարկե հիմա այդ տեսահոլովակը օրինակ որ դիտում եմ շատ իմ համար ցենց մի քիչ անգամ ծիծաղալու է, բայց այն ժամանակ ինքը շատ հուզիչ էր ու շատ լավն էր։ Եվ ես ուրախ եմ, որովհետեւ ես եւ իմ ընտանիքը շատ համակրում ենք եւ շատ սիրում ենք Ռոբերտ Քոչարյանին, Բելա Լևոնովնան, ես ասեմ ավելին, Սեթրակը եւ Լևոնը իմ ընկերներն են հիմա արդեն, որովհետեւ տասնյակ տարիներ մենք իրար Հնարավոր է Ռոբերտ Քոչարյանը այս ընտրություններին չկա, դրա համար եք որոշել հետ կանգնել, եթե ավելի անկեղծ լինենք։ Չէ, եթե ավելի անկեղծ ես շատ կուզենայի ընդհանրապես ինքը մեր կյանքում միշտ լիներ, որովհետեւ իրան ժողովուրդը սիրել է, իրան իր հետ կապված շատ բաներ կար, բայց հիմա էլ ինչ որ կա լավ է, ես կարծում եմ, որ նույն այսօրվա մեր նախագահն էլ ուզում է, որպեսզի մեր մոտ ամեն ինչ լավ լինի, ուղղակի մի քիչ գիտենք բոլորս մեր հայկական մենտալիտետը, այս ամեն ինչը որ կա այսօր մի քիչ դժվար է, մեր հայերի հետ ընդհանրապես դժվար է։ Իրանք եվրոպացի չեն, տենց հանդուրժող չեն, մեղմ ժողովուրդ չեն, ներողամիտ չեն։ Իսկ ես այդ ամեն ինչը կուզենայի Կովկասցու կոպտություն կա։ Հետո գիտեք ինչ է, ես իմ հարցազրույցի մեջ ես ուզում եմ իմ հարցազրույցն էլ ավելի մանրամասն բացատրել, որպեսզի ժողովուրդը իմանա։ Ես նենց չի որ հստակ որոշել եմ ուղակի չեմ։ Ես ուղակի միտք եմ արտահայտել, որ կուզենայի հեռու մնալ, բայց եթե ինչ որ հարկ լինի, ես ասել եմ, որ իմ ընկերների համար միշտ պատրաստ եմ։ Բայց ես ուզում եմ խոսել ավելի ընդհանուր թեմաներից եւ ես կուզենայի ասել ինձ համար շատ ցավալի է, որ հարցազրույցի մեջ էլ եմ ասել, որ մեր ժողովուրդը ասենց մի տեսակ առանձնացել է, բոլոր ինչ որ դաշտերի են բաժանել։ Դա իդեպ ասեմ Սփյուռքում էլ նույն խնդրեմը կա։ Օրինակ, եթե դաշնակցությունը քեզ հրավիրում է համերգի, պիտի գան դաշնակցական համակիրները։ Ես մեր օրինակով ասեմ, ֆուլ համերգ է լինում, ասենք, չգիտեմ, 3000 հոգի գալիս են քո համերգին, չգիտեմ, ասենք, ինչ որ Պարսկաստանում կամ Սիրիան։ Հետո նույն համերգը, եթե կազմակերպում են նույն իրենց դաշնակ ընկերներից մեկը, բայց փորձում է առանձին անել այդ համերգը, այնտեղ ժողով է կազմակերպում եւ հայտարարում են, որ ոչ մեկը չգնաք, ասենք Հայկոյի համերգին։ Դա շատ սխալ է։ Առանց այդ էլ մեր
լեզուն, օրինակ պարակտվածը, չէ, օրինակ կա Երևանյան, մեր հայերենը, արևմտահայերենը, ժարգոնը մի կողմից, այդ ժարգոնները եւ մեր մարզերի լեքսիկոնները եւ այլն եւ այլն։ Առանց այդ լեզուն պարակտված է եւ օրինակ նույն երաժշտությունը բերութահայերի համար ուրիշ սիրված երգիչներ կան, պարսկահայերի համար ուրիշ, Հայաստանի համար ուրիշ։ Արդեն մեր ազգը այսինքն պարակտումը ամենուր է։ Ես կարծում եմ, որ այդ է միան իմ ցավալի կետ դա էր, որ ես իմ հարցազրույցի մեջ ուզում եի ասել, որ բոլոր կուսակցություններն էլ իմն են։ Ինչն էր իմաստը իմ ասացի, որ ես կուզենայի, որ էլի մարդկանց ուղղությունը թող լինի ինչ որ դաշտի մեջ, բայց չլինի որ հակառակ դաշտի մարդիկ իրենց համար թշնամի լինեն։ Եթե, չգիտեմ, օրինակ եմ բերում, եթե ես ՀՀԿ-ի կողքին եմ, դա չի նշանակում, որ պետք է ինչ որ ՀԱԿ-ից կամ ԲՀԿ-ից կամ ինչ որ մյուս կուսակցությունից այս դաշտին ատեն, բոլորն էլ հայեր են։ Կամ ես մյուս դաշտին բնականաբար իմ ասածը դա ես կուզենայի։ Բոլոր կուսակցություններում էլ ընկերներ Երևի մի ունեք։ քիչ հեքիաթային ինչ որ բան եմ խոսում, բայց ես շատ կուզենայի, որպեսզի հայերը իրար սիրեն, որովհետև մենք մի ազգ ենք։ Վերջը մենք ունենք գլոբալ դրսի հետ կապված խնդիրներ, մենք այսօր ունենք նույն մեր Եղեռնի ճանաչման հարցը, մենք ունենք Ղարաբաղի խնդիրը։ Ես կուզենայի, գիտեք ինչը շատ իմ համար sense ոնց են ասում, սիմպաթիչնի կլիներ։ Որից sense տանը նստած հերոստացույց նայի եւ տեսնեի, որ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն, մյուս ինչքան կուսակցություններ կան, միանում են ինչ որ Ղարաբաղի թեմայով, ինչ որ մի հատ հարց քննարկելու, որոշելու, դա այդ կներ էլի, այդ ժողովուրդը շատ կսիրեր։ Հետո թող արդեն ներքին Երևանյան, Հայաստանյան վիճակներում իրանք բնականաբար իրար հետ մրցակցեին եւ այլն, դա նորմալ է։ Մրցակցությունը ամենտեղ էլ շատ լավ է, ինքը ավելի որակով։ Իդեպ ասեմ նույն ընդդիմությունը շատ լավ էր, որ կար այս ընթացքում, որովհետեւ նույն կառավարությունը շատ ավելի ձիգ էր, որովհետեւ ընդդիմությունը հետևում էր։ Նույն մամուլին ես ուզում եմ խոնարհվեմ, շնորհակալություն ասեմ, որովհետեւ ես հետևում եմ շատ ու շատ հարցերում մամուլի զգոնությունը ու ձիգությունը եթե չլիներ, նույն բանակի խնդիրները, նույն մյուս մենք շատ խնդիրներ ունենք, դա այտենց կանցներ կգնար եւ ոչ մեկ դրա մասին չէր իմանա, բայց այսօր մամուլից վախում են եւ շատ հարցեր մամուլի պատճառով ավելի ուժ լուծում ստանում։ Շնորհիվ կամ մամուլի շնորհիվ։ Հայկո Փաստորեն ձեր ընկերները կան եւ Հանրապետականում եւ Բարգավաճում եւ Հայ ազգային կոնգրեսում ամենուր էլ ունեք ընկերներ։ Ես հայաստանցի եմ, Հայաստանի քաղաքացի եմ եւ Երևանցի տղա եմ։ Ամենտեղ ես չեմ ուզում կուսակցություն, իմ ընկերները կան նաև կոնսերվատորիայում, իմ ընկերները կան Ասպարեզ ստուդիայում, Արդինի ստուդիայում։ Եվ ոչ կուսակցական։ Այո, ես ընդհանրապես ուզում եմ այդ քաղաքականությունը։ Չեն էլ փորձել ձեզ կուսակցական դարձնել ներքաշել։ Ես երբեք չեմ դառնա։ Ես էլի եմ ասում, ես կողմնորոշված մարդ եմ։ Ես գիտեմ, ես որ դաշտում ունեմ շատ ավելի ընկերներ եւ նրանց սիրում եմ, հարգում եմ եւ հաստատ իրենց համար ամեն ինչ կանում, բայց ես քաղաքական դեմք չեմ եւ ես ընդհանրապես կարելի է այսպես ասել, ես ուզում եմ որպեսզի ամեն մարդ իր գործով զբաղվի եւ ես քաղաքականությունից իրոք շատ չեմ հասկանում եւ չէի ուզենա իմ քիթը մտցնել դրա մեջ։ Ուրիշ բան է արվեստի ասպարեզում, եթե ինչ որ իմ կարիքը լիներ, սիրով ես կաջակցեի եւ կուզենայի օգտակար լինել։ Հայկո, եթե հանկարծ վերջնական որոշեք, որ պիտի չաջակցեք որևէ կուսակցության եւ մնաք այդ վերջնական որոշմանը, չեք մտածում, որ կջղայնանան, կնեղանան ձեզանից ու գուցե ձեզ եթեր չտրամադրեն հերոստատ։ Ջղայնանալը մի քիչ ծիծաղել էր, որովհետեւ ես ինքս ինձ ուժեղ մարդ եմ համարում եւ ես ոչ մեկից չեմ վախենում եւ ոչ մի բան չունեմ, որտեղ ես ազատ մարդ եմ այս աշխարհում եւ կյանքում ոչ մեկից կախվածության մեջ չեմ եղել եւ ոչ մեկ չի աջակցել իմ այսօր այս մարդը լինելուն, այնպես որ ես հանգիստ եւ ազատ մարդ եմ։ Հերոստայեթերը, որովհետեւ բոլորի առաջ չի որ բաց է։ Հիմա ավելի ձեր ալիքով կուզենայի ավելի sense փոխեի ոճը այդ ամեն ինչ խոսակցություն եղել է։ Գիտեք, երբ որ ես հարցազրույցը տվեցի այդ, հետո բոլոր ինչ որ անգամ անկապ ստեղծագործողներ եւ ավելի լավ ստեղծագործող սկսեցին ինչ որ ասել, որ իրանք չեն մասնակցելու Կարոզ Արշավին։ Ես մտածեցի, երևի ես մասնակցեմ, շատակի։ Հիմա ձեր եթերով ասում, երևի ոնց որ թե մասնակցեմ, որտեղ ես սիրում եմ առանձնանալ եւ տարբերվել բոլորից։ Շատ լավ, Հայկո։ Հայկո մի շրջան թողել եւ գնացել եք Ամերիկայում եք ստեղծագործում, եթե չեմ սխալվում, 2000 թվականին էր։ Հետո ձեզ կրկին հրավիրեցին Հայաստան, թե դուք եկաք եւ ընդհանրապես ինչպես եք մոտենում ստեղծագործող մարդկանց արտագաղթին։ Այսօր լուրջ խնդիր է նաև դա։ Կոնկրետ ձեր ընկերներից գիտեմ, որ այսօր էլ Միացյալ Նահանգներում են, անգամ այստեղ, եթե կարող էին ռեալիզացվել, բայց թողեցին գնացին, հա, Մուրզոն, Արմենը Մարտիրոսյան եւ ուրիշներ։ Գիտեք, այդ իմ համար որպես երաժիշտ տրագեդիա է, որովհետեւ Արմեն Մարտիրոսյանի կամ Մուրզիկի նման մարդիկ շատ չեն։
Եթե վերցնենք մեր ամբողջ Հայաստան եւ աշխարհի հայերի մեջ, նման երաժիշտներ մատերի վրա հաշված է եւ ես կարծում եւ խնդրում եմ, որ կառավարությունը շատ ուշադրություն դարձնի դրան, որովհետեւ այդ մարդիկ նենց չի, որ հա լավ գնաց նորմալ է, բայց այդ մարդիկ շատ արած բաներ ունեն մեր երկրի համար եւ լավն են ու մերն են։ Ինչի թողենք, որպեսզի գնան օտար երկրում ստեղծագործեն, ապրեն։ Նամանավանդ այսօր ես ձեզ ասեմ, շատ դժվար է հայերի համար նամանավանդ ստեղծագործել։ Ես կարծում եմ, որ իրանք վերջո, եթե ինչ որ կոնտրակտ ունեն եւ այնտեղ աշխատում են, դա ողջունելի է ու շատ լավ է։ Բնականաբար, չգիտեմ, նույն Արնո Բաբաջանյանը, Արամ Խաչատրյանը ստեղծագործել են Մոսկվայում, որ նման հաջողություն են ունեցել։ Ես շատ կուզենամ իմ ընկերները, եթե այնտեղ են գոնե ինչ որ լավ հաջողությունների հասնեն, բայց հույսով եւ խնդրելով, եթե իրանք այս մեր հարցազրույցը կնայեն, իմանան, որ հայրենիքում իրանք շատ սիրում են ու սպասում են։ Իդեպ ասեմ, ես ինքս լինելով Ամերիկայում մի տեսակ ինձ թվում էր, որ ոչ մեկ ինձ չի սպասում, ասես ինքս ինձ նեղացել էի Հայաստանից, երբ որ 2000 թվականին Միացյալ Նահանգներում էի, ինձ երեխայի պես նեղացել է իմ հայրենիքից, հետո հասկացա, որ ինքդ պետք է քո գործերը դասավորես եւ հասկացա, որ հայրենիքը անփոխարինելի է ծնողի նման, ընտրովիչի, կա հայրենիք ու դա Հայաստանն է մեր հայրենիք։ Ու մենք պետք է բնականաբար ապրենք այստեղ։ Իմ Ամերիկայի լինելը ես ձեզ մի անգամից ասեմ, շատ ասեկոս պատտվում էր, որ ես ապրում եմ, չգիտեմ, ես 12 անգամ եղել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ 2000 թվականին ուղղակի ինձ բազմաթիվ առաջարկներ եղավ որպես գործիքավորող, որպեսզի այնտեղ գործեր անեմ եւ իդեպ նշեմ բազմաթիվ երկիշների համար այնտեղ աշխատեցի որպես գործիքավորող, բայց ինձ համար շատ ոնց ասեմ, sense աստվածային օրեր էր, երբ որ ես շփվում էի Էլվինա Մակարյանի հետ։ Այսինքն այն քչերից եք, որ վերջում հասցրել եք շփվել նրա հետ։ Ես ասեմ ձեզ, ես 2 ալբոմ եմ։ Բայց գիտեմ, որ նա հիասթափված ամեն դեպքում գնաց Հայաստանից ու Դե գիտեք ոնց իրան ժամանակին էլի տեսեք այդ նույն խնդրումը պատտվում է եւ ես կուզենամ մենք ուղակի զգուշ լինեինք, որպեսզի մեր կողքի սիրած մարդկանց ուղակի բաց չթողենք, որպեսզի իրանք ստեղից գնային։ Որտեղ նույն Էլվինայի մոտ էլ այդպես էր, ինքը այն ժամանակ ստեղծագործում էր ու իրան ուղակի չէին ընդունում։ Որտեղ ինքը ես ձեզ մի բան ասեմ, երբ որ ինքը ձեռքերը դնում էր ստեղնաշարին, եթե նույն ակորդը ես նվագեի, ինքը ուրիշ տեսակ էր հնչում։ Էլվինան, որ նվագում էր, քեզ թվում էր, ասենք, չգիտեմ, վերևից sense օրինակ բեմոզ Հիսուս Քրիստոսը ոնց որ նվագեր, այդ տենց մի հատ երաժշտություն էր իր մեջ։ Խնդիրն ինչու՞ է, չեն գնահատում մեր երգիչներին, տաղանդը չեն գնահատում, թե իսկապես մի մեխանիզմ պիտի գործի, որով կարողանան պահել ամեն դեպքում։ Ես կարծում եմ, ես այսօր առավոտյան ձեզ մոտ գալուց առաջ հենց մտածում եմ, ես գիտեի, որ այս թեմայից խոսալու ենք, այսօր տեսեք ուժեղ խոսակցություններ է, չէ՞ գնում, որ այսօր հեռուստատեսությունով էստրադան երգիչները դարձել են ավելի ադրբեջանամետ, արևելյան ոճերի, տենց, հա, սիրուն հագնվում են, լավ ստիլիստիկա, լավ կլիպ է, բայց ոնց որ ադրբեջանական, թուրքական երաժշտություն լսես։ Նույնանման։ Ես կարծում եմ, որ դա հեռուստատեսության ու մեր բոլորի մեղավորությունն է, որովհետև եթե նույն հեռուստատեսության մեջ լինի ֆորմատ, հասկացողություն, որտեղ ամբողջ աշխարհում կա ֆորմատ։ Բերում ես տեսահոլովակ, թեկուզ ինքը կինո ժապավենով նկարած, բայց ասում են կներեք, սա մեր ֆորմատը չի։ Մեր ֆորմատի երաժշտությունը չի, դուրս։ Ստեղ էլ պետք է, ինձ թվում է, այդ ֆորմատ հասկացողությունը եւ մեր այդ արտիստները, որոնք այսօր իրանց թվում է, որ ժողովուրդը այդ սիրում է, բայց իրանք ես կարծում եմ մի հատ որ դուրս գան փողոցում շփվեն, մեծ բանակ կա, որ արդեն շատ հոգնել է ու զզվել է այդ ամեն ինչից։ Եվ եթե հեռուստատեսությունը ասի մեր ֆորմատը չի եւ մենք իրավունք չունենք այդ տիպի երաժշտություն ցուցադրելու, արդեն արտիստները կստեղծագործեն նորմալ այսօրվա եվրոպական, ամերիկյան թեկուզ հայկական, մեր լավ հայկական երաժշտություններն է, թեկուզ ինչ որ ռիմեյք տարբերակներով, որ հնչի հեռուստատեսությամբ, շատ էլի գեղեցիկ կլինի։ Այսինքն երգիչները իրենք իրենց միջից չպիտի խումբ ստեղծեն, որը ակտիվ կպայքարի նաև իրենց իրավունքների համար։ Ես չգիտեմ, ինձ թվում է ես այդ բանը, ես մասնակիցն, եթե ղեկավարը անգամ չլինեմ, ես մասնակից եմ լինելու այդ շարժմանը, որովհետև գրեթե բոլորը մեր զրույցում, այս այդ զրույցում նշում են կապված երգիչների հետ այդ բացերը, հեռուստաեթերի բացերը, գուցե պիտի երգիչները իրենք ձևավորեն։ Սենց մի բան ասեմ էլի, ես ավելի կուզենամ մեր խոսակցությունը հետաքրքիր լիներ, ոչ ստանդարտ, որ բոլորի մոտ լինում է։ Չէի ուզենա ռուսերեն, այդ խոսքը ռուսերեն է լավ հնչում, աբիժնիկ այդ վիճակը, այդ կերպարը չլիներ, որ նստում են ու սկսում են ուղակի բողոքել։ Ես կուզենայի գործ անենք, որովհետև գիտեք ոնց հակակշիռն է էլի ստեղծում այդ պայքարի ավելի լավ ձևը, որովհետև եթե հիմա նույն
մեր սիրված եւ լավ երաժիշտները ավելի շատ ոչ թե խոսեն սրա նրա հետևից, այլ ստեղծագործեն, ավելի շատ գործեր անեն, երիտասարդությունը կունենա ընտրության հնարավորություն։ Իսկ այսօր, քանի որ դա երաժիշտները մի քիչ փխրուն են ներքին իրենց աշխարհով, իրանք ասես նեղանում են այս ամեն ինչից, գնում են, սկսում են ինչ-որ բողոքել եւ չեն ստեղծագործում, դա շատ ավելի վատ է, որովհետեւ գալիս են առաջ այն մեր ասած այդ ստեղծագործողները, որոնք այսօր շատ են։ Իրանք էլի այդ ստեղծագործողների մեջ էլ կան շատ լավերը։ Ուղղակի իրանք քանի որ իրանց թվում է, որ այսօր շուկան այդ է պահանջում ու այդ ռեյտինգ հասկացողությունը, որ մտավ մեր կյանք, իրանց թվում է այդ է պետք է այսօրվա երաժշտությունից, իրանք այդ են ստեղծագործում, բայց հավատացեք, երբ որ մտնի ֆորմատ հասկացողությունը, երբ որ իրանք ուղղակի ասվի չէ, չենք ընդունում ձեր տեսահոլովակը, իրանք սկսեն արդեն նորմալ լավ երաժշտություն։ Դուք ամենայն դեպս փորձել եք այդ ֆորմատը հաշվի առնելով աշխատել, թե դուք էլ հաշվի չեք առել վերջին աշխարհ, որովհետև չի եղել։ Ես իմ սկզբունքներին դեմ չեմ գնացել եւ ես անգամ եթե իմ գրպանում փող չի եղել, ես ասենք չգիտեմ առանց փողի երկար ժամանակ նստել եմ, բայց ես կոմպրոմիսների չեմ գնացել եւ ես եթե նկատել եք իմ ստեղծագործական կյանքի ընթացքում ոչ տենց արևելյան բաներ եմ երգել, ոչ անմակարդակ ձևով ինձ պահել եմ, ոչ ինչ որ ուրիշ տեսակ հագնվել եմ, ոչ ոճային ինչ որ կտրուկ փոփոխություններ եմ արել հանուն նրա, որ դառնամ պոպուլյար եւ ինչ որ ավելի շատ փող աշխատեմ։ Եւ Աստված իմ այդ պահվածքի համար ինձ թվում է տվել է, որովհետեւ ես այսօր ապրում եմ, ես այսօր ունեմ լավ ընտանիք, լավ ընկերություն։ Աստված նաև ձեզ բալիկ է տվել, ինչի արդիվ շնորհավորում եմ ձեզ։ Ամենալավ ստեղծագործությունը Արմանն է, չէ՞։ Մի հարց եմ ամեն դեպքում ուզում տալ։ Մանավանդ որ դուք հետևում եք թե մամուլին, թե էլեկտրոնային կայքեջերին, ամեն օր լսում ենք այս կամ այն պաշտոնյայի որդին կրակել է, ծեծել է։ Շատ դաժան, շատ ցավալի է, շատ։ Ծեծ, կռիվ, անընդհատ լսում ենք, հա, այս բոլոր խոսակցությունները։ Վտանգ չեք տեսնում ձեր երեխայի ապագայի համար այստեղ Հայաստանում եւ արդյոք պատկերացնում եք նրա ապագան։ Իհարկե տեսնում եմ, շատ մեծ վտանգ եմ տեսնում, որովհետև էլի գալիս ենք դրան, էլի, գիտեք, մեր բոլորի մեղավորությունն է։ Էլի նույն հեռուստատեսությունները եւ ընտանիքները, ովքեր դաստիարակում են իրենց երեխաներին, որովհետև այսօր մոդա է։ Բայց եթե, չգիտեմ, նույն այդ երիտասարդները շփվեն այդ կյանքի մարդկանց հետ, այսինքն գողական լինելն է մոդայիկ դարձել, լավ տղա լինելը։ Նույն այդ գողական աշխարհի տղաների հետ եթե շփվում ես, ու իրանց ամենալավերի հետ, անգամ իրենք ուզում են ավելի գան այս դաշտ դեպի ավելի ցիվիլ բիզնեսմեն, ավելի լավ, նորմալ, ցիվիլ այսօրվա մարդու կերպարի մեջ։ Դա արդեն մոդա չի, էլի, իսկապես եմ ասում, դա ցավալի է, մեր երեխեքը մեղք են, էլի, որովհետև ես կարծում եմ իմ տղան, որ մեծանա դուրս գա բակ, ես հաստատ իրան կբացատրեմ, որ բնականաբար այդ ամեն ինչը փողոցային այդ շարժը դու պետք է իմանաս, բայց դրա մեջ հաստատ մի մտի եւ հեռուստատեսություններն է պետքա դրա դեմ պայքարել։ Այդ սերիալների մեջ օրինակ էլի անդրադառնանք, որտեղ միշտ բոլորը խոսում են, բայց ես ուզում եմ ասել, էլի, որ մոդա են բացահայտում երեխաների համար, որ այդ կրիմինալը բան, այդ լավը, բայց իրական կյանքում այդ շատ դաժան է, որովհետեւ բոլորը դուրս են գալիս ընտանիքներից, բոլորը ունեն իրենց ծնողները, իրենց սպասողները եւ շատ դաժան բան է, որ նամանավանդ մարդու կյանքը խլելը դա աստծո դեմ։ Մարդու կյանքը վերջին շրջանում առավել հաճախ խլում են բանակում, ինչի մասին դուք զրույցի սկզբում նշեցիք, ցավով նշեցիք։ Բանակի մասին բազմաթիվ երգեր եմ տեսել, որ դուք կատարել եք։ Արդյոք սա այն բանակն էր, ինչ 20 տարի մենք պատկերացնում էինք, կերտում էինք, ցանկանում էինք, հա, մանավանդ այս 20 տարիների ընթացքում դուք իսկապես համենայն դեպս ես ինձ ինչ հիշում եմ, որ նաև դուք երգեր։ Ես հիմա շատ կապված եմ։ Ես ձեր հարցին sense պատասխանում, ես հենց հիմա ունեմ նույն սպայական կազմում լավ աշխատող ընկերներ, որոնք իմ հարազատ ընկերներ են, մենք միշտ խնջույքների կամ ինչ որ հանդիպում ենք, թե ենք խմում, ես իրենց կարծիքն եմ շատ լսում այս թեմաների մասին։ Ես էլ կարծում եմ, որ դա այդպես է, որ այսօր ինֆորմացիան է շատ, որովհետև թե ռուսական բանակում, թե ամերիկյան բանակում դեպքերը շատ են, որովհետև այդքան տղաներ են, այդքան զենքի հետ գործեր, հիվանդություններ եւ այլն հազար մի բան կա, ես հասկանում ծնողների ցավը մեծ է, որովհետև բնականաբար ամեն մի հոգու կյանքն է կարևոր։ Ոչ մեկ չի ուզենա իր երեխային ուղարկի բանակ եւ ինչ որ կորցնի, բայց հավատացեք, այսօր մեր բանակում աշխատող մարդիկ իրոք նվիրյալ են ու շատ լավն են։ Ես սենց օրինակ էլի բերեմ, չգիտեմ, նույն վերցնենք մեր գեներալ Օգանովսկի Սամվելը, որը ազգային հերոս է Ղարաբաղյան պատերազմի։ Ես վերջերս իր հետ շփվում եի եւ մենք մեր ընկերոջ հարսանիքին գնացել էինք Ղարաբաղ։
ինքը նենց հասարակ մարդ էր, նենց լավն էր, որ իր հետ շփվում ես, նենց հասկանում ես, որ իսկական գեներալի կերպարը տենց պետք է լինի, ազնիվ, նվիրված, եւ ինքը մեզ հետ պայմանավորվեց առավոտյան մենք մի հատ թեյ խմենք, նոր մենք շարժվենք դեպի Երևան։ Մենք երբ որ նստեցինք, ինքը ասաց խնդրում, կես ժամ ինձ սպասեք, ինքը բարձրացել էր դիրքեր։ Այդ իմ համար նենց հուզիչ էր, հետո ինքը իջավ ինչ-որ ցեխոտ կոշիկներով եւ այլն։ Սրանք մասնավոր դեպքեր են, որ դուք նշում եք։ Ես ինչի եմ նշում, ես ասում եմ, որ դա ճիշտ է, այտենց պետք է լինի։ Այդ է հայ գեներալի կերպար, որը նվիրված է, որը ուշքու միտքը հիմա սահմանում ինչ եղավ, ոնց եղավ, հանկարծ խնդրեմ չլինի եւ այլն։ Եվ հավատացեք, մենք բանակում ես անձամբ ունեմ նման շատ լավ ընկերներ հասարակ ծառայողից մինչև սպայական կազմ, որ իրանք նվիրված աշխատում են, բայց իհարկե լինում է դեպքեր, լինում է նույն բժիշկների մեջ էլ բժիշկների կյանքն է շատ դժվար, որովհետև մի հատ ինչ-որ դեպք լինում է նրանց վրա եւ իրանք են հետո այդ ամեն ինչը տանում։ Որովհետև գիտենք բանակում կա հենց այդ չաստնայողի լավ տղայի սինդրոմը։ Այդ հենց ռուսական բանակից է եկել, այդ Ձեդավշինը, այդ մյուսը։ Բնականաբար շատ ճիշտ եք ասում, դրա դեմ պետք է ուղղակի պայքարել, բայց չգիտեմ, մեր հայկական մենտալիտետը մի քիչ դաժան է դառել։ Օրինակ բերեմ Միացյալ Նահանգներից, երբ որ այնտեղ այդ գենգերը շատացել էին, հիշում եք Tupac, Notorious B.I.G, այնտեղ West Coast, East Coast իրար հետ կռվում էին միշտ Լոս Անջելեսյան գենգերը եւ Նյույորքյան, դա մեծ պատերազմ էր, հավատացեք, մեծ կրիմինալ էր, ամեն օր թերթերի մեջ ինտերնետում սասրան խփեց նրան եւ այլն եւ երիտասարդության մեջ մի տեսակ մոդա անգավ այդ ամեն ինչ, որ այդ գենգը լավ բան է, զենքեր եւ այլն եւ այլն։ Եվ ամերիկյան կառավարությունը փորձեց մի տեսակ արվեստով նպաստել դրան, որպեսզի երեխաները չտարվեն այդ ամեն ինչով եւ Disney կամպանիան, ես դա ռեալ փաստ եմ ձեզ ասում, ստեղծեց այնպիսի երգիչներ, որոնք են, ասենք, NSYNC խումբը, Britney Spears-ը, որոնք դպրոցական ավելի հաճելի այդ երիտասարդական երգեր սկսեցին երգել։ Այո, teenagers-ի այդ բաները, R&B տենց ստեղծագործությունները, որոնք ամերիկյան շոու բիզնեսը մտցրեց շրջանառության մեջ։ Դա շատ լավ օրինակ է։ Ես նույնը խորհուրդ կտայի մերոնց, որպեսզի հեռուստատեսությունները, երգիչները, նույն սերիալ նկարողները, ինչ որ մի հատ սերիալ լիներ, որ այնտեղ sense պատվալում sense կապած տղա չլիներ, որ ինձ էցային, այլ լիներ ինչ որ ուսանողական կյանքի մասին տենց հետաքրքիր։ Այսինքն դրական էմոցիաներ։ Դրական էմոցիա, պոզիտիվ, որովհետև մեր մոտ այսօր կյանքը առանց էլ մռայլ է, հազար ու մի խնդիրներ բոլորս ունենք համոզված եմ։ Գնում ես տուն հեռուստատեսություն մի ասես, այնտեղ սպանում են իրար, հետո ստեղ ես գալիս ինչ որ ինտերնետից միացնում, այնտեղ բոլորը իրար քարկոցում են։ Ձեր տանը սերիալ չեն նայում։ Դե մեր տանը Անահիտը մեկ-մեկ նայում է, ես էլ ինձ դնում եմ չնայողի տեղ, ինչ եղավ, այն տղեն ինչ արեց, բան այդ պահը կա, բայց դե փորձում ենք ավելի լավ բաներով զբաղվել։ Հայկո, այ նշեցիք արտասահմանյան, հա, շոու բիզնեսի մասին։ Այ ուսումնասիրելով տեսնում ենք, որ այնտեղ տարբեր երգիչներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ ներգրաված են տարբեր քաղաքացիական շարժումներում, հասարակական կազմակերպություններ ունեն անգամ։ Մեզ մոտ առավել հաճախ հիմա բնապահպանական շարժումներն են ակտիվացել։ Արդյոք նկատել եք եւ արդյոք ծանոթ եք Թեղուտի այս շարժմանը, որ այսօր բնապահպանական նախաձեռնությունները առաջնահերթություն են համարում Թեղուտի խնդիրը եւ կպայքարեք արդյոք էկոլոգիայի համար։ Ես խնդրին ծանոթ եմ եւ իրոք խոնարհվում եմ այդ երիտասարդների առջև, մի քանի հոգու ճանաչում եմ։ Ես ուրախացա, որ տեսա մեր երիտասարդները այտենց չեն նայում օլիգարխ, մարզպետ եւ այլն, ոչ մեկ իրանց չի հետաքրքրում ու իրանք կարող են Սուրիկ Խաչատրյանի հետ դեմ արդեմ հարցեր բացել։ Գնալ եւ ես դա էլ ճիշտ չեմ համարում, գիտեք ոնց, մի քիչ սուբորդինացիան պետքա լինի, որովհետեւ Սուրիկ Խաչատրյանն էլ նվիրյալ մարդ է, ինքը էլի լիք բաներ ունի արած, իր հետ էլ տենց ես չեմ ընդունում այդ բանը, որ տենց ազատ երիտասարդությունը խոսա, բայց ես խոնարհվում եմ երիտասարդների առջև, որովհետև ի շնորհիվ իրանց, ով ուզում էր լիներ, այնտեղ փաստորեն Թեղուտի խնդրի համար բոլորը ուշադրություն դարձեցին, սկսեց մամուլը գրել։ Թրջկանը հաղթեց փաստորեն ամենամեծ։ Հաղթեց, դա արդեն երգեր էր պատտվում ինտերնետում։ Ես այդ ամեն ինչը հետևել եմ, նայել եմ, ցավոք սրտի ես չեմ կարողացել այդ շարժմանը մասնակցել, բայց սակայն խրախուսում եք։ Խրախուսում իհարկե, որովհետև այդ բաց թողի վիճակը, որ բոլորը ամեն ինչ կարող են անել, իհարկե բիզնեսմենները այդպես բաների մասին չեն մտածում, կարան հաստատ ինչ որ մի բան փչացնեն, բայց մեր համար դա թանկ է, որովհետև դա է մնայունը։ Խաչարյանի տարբերակով օրինակ կարող եմ ուրիշ բան ասել, որովհետև ես նույն Մոլիբդենի, չգիտեմ, Հակոբյան Վահեն, որ կա դեպուտատ այնտեղի, իմ ամենամոտիկ ընկերներից մեկն է եւ ես ուղղակի մի բան ասեմ, ես մնացած խնդիրները չգիտեմ, բայց ես հաճախ եմ ի տարբերություն
մնացած խոսացող արտիստներից ես հաճախ գնում եմ ամենտեղ լինում եմ եւ ամենտեղ ունեմ շատ ընկերներ։ Կապան ես շատ եմ գնում եւ կապված եմ Վստահ եմ Սյունիքի շրջանի ինքս էլ շատ եմ գնում, վստահ եմ տեսել եք էկոլոգիական ինչ աղետի եզրին է։ Իհարկե։ Ես այնտեղ շատ եմ լինում եւ ուղղակի մի բան կարող եմ ասել, որ Վահեեն Հակոբյան, ես հաստատ գիտեմ, որ այ իսկական դիպուտատն են։ Ես այդ իմ ինտերվյուի մեջ ինչ էի ասում, որ դիպուտատներ կան, որոնք ընտրվում են եւ երբեք չեն հետևում ոչ մի բանի։ Բայց ես գիտեմ, որ Հակոբյան Վահեն անգամ ուսանողների կապանի բոլոր այդ Սյունիքի մարզի, չգիտեմ, ուսանողական վարձերը ինքը ապահովում է, գյուղացիներին բոլորին լավ, այնտեղ ամեն ինչ իրանք տիրություն են անում եւ այլն, այնտեղ բավականին շատ բիզնեսներ ունեն, որտեղ մարդիկ աշխատում են ու էլի հիմա բացվում է, մարդիկ գործ են անում, եթե իրանց նման նվիրալ տղաները շատ լինեն, ինձ թվում է մեր մոտ ամեն ինչ լավ կլինի եւ քաջարանի խնդրին, որ անդրադարձեմ, ես համոզված եմ, որ իրանք ամեն ինչ կանեն, որպեսզի թեկուզ ինչ որ մի հատ մաս, եթե իրենց այդ գործարանի համար պետք է, դա մեր հայրենիքի համար է։ Այսինքն պայքարը հաջողությամբ պսակվի։ Հաստատ, որովհետև իրանք շատ լավն են։ Ու ես սենց եմ կարծում, եթե անգամ գյուղի ինչ որ մի հատված իրենց գործարանի համար պետք է, ես կարծում եմ գյուղացիներն մի քիչ ավելի բիզնես մտածելակերպով պետք է մտածեն, որովհետև նենց չէ որ գյուղում ինչ որ արվեստի գործեր են կորցնում։ Նույն գյուղացիներին կարող են իրանք փողով ապահովել, տներով ապահովել, ինչ որ մի հատ ուրիշ տեղ իրանք գնան եւ այդ մասը օգտագործվի, որովհետև այդ նույն Մոլիբդենի գործարանը համաձայն եմ, բայց եթե հայրենիքի համար ինչ որ մի բան, ինչ որ զոհաբերություն նամանավանդ որ մարդիկ քեզ հաստատ փոխհատույց կլինեն, ինձ թվում է կարելի է զիջել։ Հաստատ բնապահպաններն էլ չէին կիսի այս կարծիքը ձեզ հետ։ Շնորհակալություն Հայկո հետաքրքիր զրույցի համար։